ցինիզմ եւ ծաղր։ Հենց այսպես կարելի է որակել մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշումը չհարուցել վարույթ վեոլաջուր ընկերության նկատմամբ։ Մարտի սկզբին իրավաբան արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը վեոլաջուր ընկերության դեմ բողոք էր ուղարկել մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։ Նա նաեւ դիմումի օրինակ էր հրապարակել, հորդորելով քաղաքացիներին լրացնել դա եւ կրկին հանձնաժողով ուղղել իրենց դժգոհությունները։ 4 օրում հանձնաժողովը շուրջ 190 բողոք էր ստացել, սակայն մերժել է վարույթ հարուցել եւ դիմումները վերահասցեագրել տարածքային կառավարման նախարարություն։ Հովհաննիսյանն ու քաղաքացիները բարձրացրել էին 4 հիմնական խնդիր՝ խմելու ջրի որակ, հավելագրումներ, ջրամատակարարման գրաֆիկ, հաշվիչներ եւ տուգանքներ։ Ըստ Արփինե Հովհաննիսյանի, հենց այս հանձնաժողովը լիազորություն ուներ վարույթ հարուցելու, սակայն նրա կարծիքով դա չի արվել քաղաքական որոշման պատճառով։ Քաղաքական քանզի հանձնաժողովն անկախ չէ, քանզի կառավարությունը թույլ չի տվել հարուցել, ըստ էության կարծում եմ, վարույթ վեոլաջուր ընկերության նկատմամբ։ Սա եզակի դեպքերից է, որտեղ կա տեղ ու լիազորություն իրենք ունեին մտնել ու սպառողի շահերի պաշտպանության խնդիրը ըստ էության արդյունավետ կերպով լուծել, բայց չարեցին։ Քաղաքական որոշման վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի պնդումը մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը չի ընդունում։ Վարույթ չհարուցելու պատճառն էլ ըստ հանձնաժողովի այն է, որ բարձրացված հարցերը դուրս են իրենց լիազորություններից եւ կարող են գտնվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կազմում գործող ջրային կոմիտեի իրավասության ներքո։ Այդ պատճառով էլ նամակները վերահասցեագրել են այնտեղ։ Ջրային կոմիտեից էլ ասում են, կոմիտեի նախագահին ուղղված Արփինե Հովհաննիսյանից նամակ չեն ստացել։ Խոսնակի փոխանցմամբ քաղաքացի Արփինե Հովհաննիսյանը հարցում էր ներկայացրել մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին։ Երկու դեպքում էլ քաղաքացու հարցումները վերահասցեագրվել էին ջրային կոմիտեին եւ ջրային կոմիտեն էլ վերահասցեագրված հարցադրումներին հանգամանալից պատասխան տրամադրելու նպատակով իր հերթին դիմել էր վեոլաջուր փակbaşնետիրական ընկերությանը, որտեղից ամփոփ տեղեկատվություն են մեզ տրամադրել, որը մարտի 19-ին փոխանցվել է Արփինե Հովհաննիսյանին։ Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ մրցակցության հանձնաժողովի պնդմանը, թե ջրային կոմիտեն է հարցերի հասցեատերը, բայց եթե իրենք համարում են, որ այդ մարմինն է պատասխանատու այդ հարցերի համար, ապա անպայմանորեն նամակը հասցեական արդեն կուղարկեմ ջրային կոմիտե։ Վեոլաջուր ընկերությունն 8 էջանոց նամակում հասցե առ հասցե անդրադարձել էր Հովհաննիսյանի նշած բաժանորդների խնդիրներին, իսկ ջրամատակարարման գրաֆիկի վերաբերյալ բողոքները չեն ընդունել, պնդելով, թե ջրամատակարարման տևողության վատթարացում չկա։ Ասում են, գիտեք ինչ կա, Երևանում 23 ժամից պակաս չպետք է մատակարարեմ եւ 25 թվականին 23:1 ժամ եմ մատակարարել։ Գյուղական բնակավայրերում հարգելի գյուղաբնակ քաղաքացիներ, դուք իսկապես 20 ժամ ջուր եք ստանում։ Այս մարդիկ ասում են, որ հավաքական կերպով 21 ժամ ջուր են տվել։ Սա օֆիցիալ պատասխանն է վեոլաջուր ընկերության։ Սա ընդհանուր ջրամատակարարման համագումարային ժամերն են, բայց այս թվերն իրականության հետ կապ չունեն, կարծում է արդարադատության նախկին նախարարը, հիշեցնում է համացանցը ողողված է քաղաքացիների դժգոհություններով, միտեղ առավելագույնը 5 ժամ ջուր չունեն, մյուսում երեկոյան 8-ից է անջատվում ջրերը, հաջորդում էլ անգամ եթե կա ջուր, ապա որակն այն չէ։ Չինովնիկական մտածելակերպը եւ սպառողի շահ չտեսնելը եւ ընդհանրեն ինչ որ քառակուսի մեկնաբանություններ բերելն ակնհայտ դարձրեցին, որ այս մարդիկ մեզ ընդհանրեն մի բան են ասում։ Եթե 6 ժամից ձեր ջուրը պակասի, գնաք կդիմեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին մրցակցության հանձնաժողովից տեղեկացրել են. մատակարարը, այսինքն վեոլաջուր ընկերությունը, պարտավոր է բաժանորդին ժամը առավոտյան 7-ից երեկոյան 24:00 ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6 ժամյա ջրամատակարարմամբ։ Այս պատասխանից հետո նախկին նախարարն այսպիսի եզրահանգման է եկել. վեոլաջուր ընկերությունը անխոցելի է։ Այն բանի դեպքում, երբ 6 ժամից ավել են ջուր տալիս եւ 23 կամ 20 ժամից համապատասխանաբար քաղաքային եւ գյուղական բնակավայրերում պակաս ջուր են տալիս, որևէ պետական մարմին վեոլաջուրին իրավունք չունի որևէ բան ասելու։ Իրենց պայմանագրային պարտականությունների շրջանակում են դա անելու եւ ջրային կոմիտեն կամ նախարարությունը անգամ բացառապես որպես քաղաքական միջամտություն կարող են ժամանակավորապես որոշակի լուծումներ առաջարկել։ Ինստիտուցիոնալ որևէ մեկը չի կարող։